Այսօր KHRP բրիտանական իրապաշտպան կազմակերպության նախագահ Քերի Միլդիզը եւ նրա գործընկերները Երևանում քննարկում են Եվրոդատարան դիմելու խնդիրները։ Ֆորում իրավունքի կենտրոնը եւ բրիտանացի փաստաբանները 2002-ից մինչ օրս մի քանի տասնյակ հարց են ներկայացրել Եվրոդատարան։ Ըստ ֆորում կենտրոնի նախագահ Տիգրան Տերիասյանի, այս պահին արդեն 3 գործ Եվրոդատարանի վճիռներից ուժի մեջ մտած, որը վերաբերում է 3-րդ կոնվենցիայի 3-րդ հոդվածին, հենց անմարդկային վերաբերմունք փոշտանման։ Նոբարաշենի թիվ 18 դաստիարակչական դպրոցի եւ կրթության նախարարության միջև հակասություններ են ծագել։ Նախարարության կարծիքով անապահով երեխաների համար սոցիալ նախարարության հետ համատեղ պետք է ստեղծել խնամքի հատուկ կենտրոններ, իսկ ուսումը բոլորը պետք է ստանան սովորական հանրակրթական դպրոցներում։ Սակայն ըստ հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գևորգյանի, խնդիրն իրականում դպրոցի շենքն է, որի վրա աչք ունի բարձրաստիճան իշխանավորներից մեկը, որը ցանկանում է այստեղ հյուրանոց կառուցել։ Ոսկե ծիրան փառատոնում այսօր ցուցադրվել է Սերգեյ Սոլովյովի 2 ասա 2 ֆիլմը, որը 87-ի ասայերի շարունակությունն է։ Այն պատմում է վերջին 20 տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Ամեկ+ի հետ զրույցում Սոլովյովն ասաց, որ Հայաստանի հետ կապված ստեղծագործական խնդիրներ չունի, սակայն կա անձնական ծրագիր։ Я хочу сегодня, после просмотра картины, завтра с моим товарищем и близким другом Романом Балаяном еще раз проехаться по Армении. Գյումրի Կապս Ամասիա ճանապարհի ընդհանուր երկարությունը 23 կիլոմետր է, որից 11-ը կառուցվել է անցած տարի, իսկ մնացած աշխատանքները պետք է ավարտվեն 2009 թվականին։ Ծրագրի համար հատկացվել է 300 միլիոն դրամ։ Հիմնովին կառուցվելու է նաև Արափի ողջ եւ Ամասիա համայնքները իրար հետ կապող ճանապարհը։ Ողջի գյուղի համար այս շինարարությունը առավել կարևոր է։ Ճանապարհն անցնում է մի կամրջով, որը հաճախ սողանքի հետևանքով դառնում է անանցանելի։